Միտքը օդ է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երբ որ ապստամբացրեց ճակները սատանայի գլխավորությամբ դևերի հետ անկում ապրեցին երկնքից, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, մի զգալի մասը ընկան դժոխք, մնացածը ընկան օդի շերտ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ օդը կարելի ասել 3 շերտ ունի։ Մեկը լուսավոր շերտն է, օդային շերտ, իհարկե սա հոգևոր իմաստով պետք է հասկանանք, որը երկնքին մոտ է։ Մեկը միջին շերտն է, որը երկնքի ներքո է։ Մյուսը բուն օզոնն է, որ երկրին շատ մոտ է։ Հիմա Սուրբ Գրիգոր Տաթևացին իհարկե պետք է մենք բառացիից բոլորը չհասկանանք, այլ հոգևոր խորհուրդը հասկանանք։ Ասում է դևերի անկումը տեղ ունեցավ այս միջին շերտի մեջ։ Վերին շերտում չէին կարող, որտեղ լուսավոր է այնտեղ, իրանք արժանի չէին այնտեղ լինել։ Ներքին շերտում չթողեց Աստված, որ ընկնեն, ինչու՞։ Որ մարդկանց շատ մոտ չլինեն։ Մեղք են խեղճ մարդիկ։ Այն միջին շերտում, հա? Միջին շերտում են եւ օդային շերտում են, հա? Մեր միտքն էլ օդ է։ Եվ մենք փորձվում ենք հենց այդ օդային շերտի, ինչպես Պողոս Առաքյալն ասում, երկնքի ներքո գտնվող դևերի հարձակումներից։ Մեր այս միտքը, որ Աստված մեզ տվել է զորավոր զենք, հզոր պաշտպան, մտածելու, խորհրդացելու, արարելու, ստեղծելու հնարավորություն կամ միջոց, մենք վերցնում ենք, իհարկե չարի դրդմամբ, չարի թելադրանքով, մենք մեր դանակով մեծ խոցում ենք, սկսում ենք ուշադրություն դարձնել մեր մտքերին, իբրև թե մենք մտածում ենք, իբրև թե մենք պայքարում ենք մեր մտքերի դեմ։ Իսկ չարն ինչ ասում, հենց էդ էլ ուզում է, որ դու իր հետ երկխոսության մեջ մտնես։